բանակային խաղերի հարգելի մասնակիցներ, կառավարության հարգելի անդամներ, պետական մարմինների հարգելի ղեկավարներ, հարգելի ներկաներ, պարոնայք գեներալներ եւ սպաներ, շնորհավորում եմ բանակային հերթական խաղերի անցկացման առիթով։ Ինչու ենք մենք անցկացնում այս խաղերը։ Նախ կարծում եմ, որ շատ կարևոր է եւ վատ չէ, երբ որ մենք ծառայության եւ աշխատանքի մեջ նոր հարթություններ ենք ստեղծում, որտեղ համապատասխան մարմինների ներկայացուցիչները, աշխատողները, ծառայողները կարող են ինքնադրսևորման նոր հարթակներ եւ հնարավորություններ ստանալ։ Եվ ես կարծում եմ, որ հենց այսօր պարգևատրման արարողությունը դա ցույց տվեց, մեր գործընկերներից մի քանիսին պատվո հարթակին տեսանք ավելի քան մեկ անգամ, սա չի կարող պատահական լինել, սա ինչ որ մի բան նշանակում է եւ հաստատ նշանակում է, որ այդ մարդիկ առավել մեծ ջանք են գործադրում եւ առավել կենտրոնացած են իրենց աշխատանքի եւ ծառայության մեջ։ Իհարկե մենք պատվո հարթակի առաջին տեղերում տեսանք մարդկանց, ում համար հենց կոնկրետ այդ մարզաձևը ամենօրյա ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում, բայց նաեւ սա էլ վկայում է նրա մասին, որ մարդիկ ընդհանուր իրենք ինքնազարգացմանը ամենևին էլ երկրորդական տեղ չեն տալիս եւ սա ողջունելի մոտեցում եւ գործելակերպ է։ Երկրորդը իհարկե սա ինչ որ առումով նաեւ մեզ բոլորիս որոշակի ազդակ է տալիս, թե մեր տարբեր ծառայություններում գործերի ընթացքը ինչ վիճակում է եւ նաեւ մրցակցության որոշակի էլեմենտ է ստեղծում կազմակերպությունների ներսում, բայց նաև գերատեսչությունների միջև, որը վատ չէ, այդ մրցակցությունից հաստատ որևէ մեկը չի տուժի, այլ ընդհակառակը դա կարող է միայն օգուտներ բերել։ Եվ իհարկե կարևոր է, որ մենք այս մրցաշարով կամ այս խաղերով նաև սոցիալական շփման նոր հարթակ ենք ստեղծում մեր ծառայողների համար, որովհետև ես ճիշտ է շատ մեծ պատկերացում չունեմ, թե ուրիշ էլ ինչ սոցիալական շփման հարթակներ կան, որ մեր ծառայություններում սոցիալական կապերը ուժեղացնում են։ Իդեպ 2 օր առաջ մենք կառավարության ծրագիրն ենք քննարկում, նախագիծը 2026-2031 թվականների եւ կարծում ենք, որ սոցիալական կապերի ամրապնդումը կարեւոր է պետության ամրապնդման համար, որովհետև մանավանդ ժամանակակից կյանքում աշխատանքը ավելի ու ավելի մեծ ժամանակ է տանում, կյանքի տեմպը մեծացել է եւ երբեմն հնարավոր չի լինում, հաճախ հնարավոր չի լինում սոցիալական շփման նոր հնարավորություններ ունենալ եւ ես հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանը, որ խաղերի մասնակիցները անցկացնում են այստեղ, նաև նրանց որոշակի հնարավորություն է տալիս կտրվելու աշխատանքից եւ ինչ որ առումով չնայած շատ մեծ ֆիզիկական ուժ են ծախսում, բայց նաև հանգստանալու, կտրվելու առօրյա գործերից եւ հոգսերից եւ իհարկե նրանք ովքեր արժանանում են դրամական որոշակի մրցանակի, սա էլ պակաս կարեւոր չէ եւ համոզված եմ նաեւ 1-2 անգամ տեսել եմ նաեւ թե աջակիցների խմբերը ինչպես են քաջալերում, նաեւ կոլեկտիվներում նոր էներգիա է ստեղծում, նոր ուրախության եւ բերկրանքի առիթներ է ստեղծում, ինչը իհարկե շատ լավ է եւ շատ ողջունելի է։ Ես ուզում եմ նորից շնորհավորել բոլոր մրցանակակիրներին, ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, որ իրենք այդքան ջանք են գործադրում եւ մենք հենց այսօր էլ այստեղ ենք, որ առանձնահատուկ պայմաններում քաջալերենք եւ ընդգծենք առանձնակի ջանք գործադրող մեր գործընկերներին եւ նաեւ այդ ուղերձը հղենք, որ Հայաստանի Հանրապետությունը գնահատում է, կարեւորում է այդ ջանքի, անհատական ջանքի գործադրումը եւ ահա այսօր կարող եք ասել դուք պարգևատրվածներդ, որ այդ գործադրված անհատական ջանքը գնահատված է եւ դա էլ կարծում եմ պակաս կարեւոր չէ։
Շնորհակալություն եմ հայտնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը արդեն 4-րդ անգամ խաղերը կազմակերպելու համար, պաշտպանության նախարարությանը, որ աջակցում է խաղերի անցկացմանը, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին, որ հյուրընկալում է այս խաղերը, եւ նաեւ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, մասնակից գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր քաջալերում են իրենց գերատեսչության աշխատողներին, ծառայողներին, որ այսպիսի մասնակցություն ունենան եւ եւս մեկ հանդիսավոր միջոցառում մեզ պարգևեն բոլորիս, կարծում եմ շատ հաճելի էր տեսնել պարգևատրման արարողությունը եւ տեսնել, որ մենք արդեն ունենք ռեկորդներ, ճիշտ է, բանակային խաղերի ռեկորդներ, բայց հաջորդ տարվա ամենակարևոր ինտրիգը հենց դա է, թե ով եւ որ մրցաձևում կգերազանցի այդ ռեկորդը։ Կրկին շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիս, ուզում եմ նաեւ բոլորիս շնորհավորել այսօր 2025 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթաժողովի 1 տարին է լրանում եւ ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ առիթով։ Սա մի առիթ է, որը նոր էջ է բացել մեր պետության համար եւ կարծում եմ նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ է բացել մեր պետության համար եւ ես համոզված եմ, որ մենք բոլորս ունենք ուժ, կամք, վճռականություն եւ պատրաստ ենք լրացնել մեր իմացությունը, գիտելիքները եւ հմտությունները այդ հնարավորությունները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։